Տերորդ իսկապես փառք Աստծո այսօրվա համար, որ Տերը կամեցավ իսկապես ունենանք հաղորդություն այսօր։ Դա Տիրոջ հաղորդությունն է, Տիրոջ հետ ունենալու կապն է, որովհետև մենք բոլորս կապված ենք Քրիստոսի հետ։ Առանց Քրիստոսի մենք չենք կարող քրիստոնյա լինենք։ Մենք Քրիստոսով ենք քրիստոնյա։ Գիտեք, քրիստոնեությունը ինչ է նշանակում։ Աստծո կյանքը մարդու մեջ։ Սա է քրիստոնեությունը։ Եթե մարդու մեջը չկա Աստծո կյանք, ինքը քրիստոնյա չի։ Ինքը չի կարող քրիստոնյա կոչվի։ Որովհետև երբ որ քրիստոնյա դարձան, այդ ժամանակ ինչ տեղի ունեցավ, որ Քրիստոսին էին հետևում, Քրիստոսի խոսքով էին ապրում, Քրիստոսի կյանքն էր իրանց գալի։ Ամեն։ Ես կուզենամ խոսքին ասնեմ, որ մի քիչ ժամանակ ունենանք հաղորդությանը մասնակցելու։ Եբրայեցիների թղթից եմ ուզում կարդալ 8-րդ գլուխ 5-ից 13-րդ խոսքը։ Որոնք երկնավոր բաների օրինակով եւ շուքովն էին ծառայում, ինչպես հրաման եղավ Մովսեսին, որ խորանը շինելու էր։ Մտիկ դուր ասում է, որ ամեն բան անես այն օրինակի պես, որ ցույց տրվեցավ քեզ սարումը։ Բայց հիմա Հիսուսն ավելի ազնիվ պաշտամունքի հասավ, որքան որ ինքը ավելի լավ ուխտի միջնորդ է, որ ավելի ազնիվ խոստմունքների վրա օրինադրվեցավ։ Որովհետև եթե այն առաջին առանց պակասության լիներ, էլ երկրորդի համար տեղ չէր որոնվիլ։ Վասնզի նրանց հանդիմանելով ասում է. ահա օրեր կգան, ասում է Տերը, որ ես նոր ուխտ կկատարեմ Իսրայելի տան եւ Հուդայի տան հետ, ոչ թե այն ուխտի պես, որ նրանց հայրերի հետ արի այն օրումը, որ նրանց ձեռքից բռնեցի Եգիպտացիների երկրից հանելու համար, որովհետև նրանք չմնացին իմ ուխտի մեջ, եւ ես էլ անփույթ եղա նրանց համար, ասում է Տերը, որովհետև սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայելի տան հետ այս օրիցն հետո, ասում է Տերը, ես կտամ իմ օրենքները նրանց մտքի մեջ եւ նրանց սրտերի վրա կգրեմ նրանք, եւ նրանց կլինեմ Աստված եւ նրանք կլինեն ինձ ժողովուրդ, եւ նրանց ամեն մեկը չի սովորեցնել իր ընկերին, եւ ոչ էլ ամեն մեկը իր եղբորը եւ ասիլ ճանաչիր Տիրոջը, որովհետև ամենն էլ կճանաչեն ինձ, նրանց փոքրներից մինչև մեծը, որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեն, եւ նրանց մեղքերը եւ նրանց անօրենությունները այլևս չեմ հիշիլ, նոր ասելով այն առաջինը հնացրեց եւ այն, որ հնանում է ծերանում, մոտ է ապականությանը։ Հետաքրքիր է Եբրայեցիների մեջ հիշեցնում է, որ Աստված Իսրայելի հետ Եգիպտոսում ուխտ արեց։ Ուխտ արեց, որ այդ ժողովրդին պահի տանի խոստացված երկիրը ու հավիտյան լինի ժողովուրդ իր համար, բայց ինչ տեղի ունեցավ, որ մեղք կար այդ ուխտի մեջ։ Ասում է իրանք անհնազանդ եղան ու ես էլ անփույթ եղա, բաց թողեցի այդ ուխտը։ Բայց ասում է կգա օրեր, որ մի հատ նոր ուխտ կանեմ ես, որ նրանց անօրենությունները էլ չեմ հիշի։ Գիտեք, Տերը այսօր իմ ու քո անօրենությունը չի հիշում։ Որտեւ այսօր ես ու դու այդ ուխտի մարդիկ ենք, այդ ուխտի ժողովուրդն ենք։ Մենք մտածենք այդ ուխտի մեջ։ Սրանով չի նշանակում, որ մենք կարող գնանք մեղք գործենք։ Սրանով նշանակում է, որ Քրիստոսի արյունը սրբել է մեզ ու մեզ կանգնացրել է, որ Աստծո կյանքը գա մեր կյանքում։ Իսրայելը Աստծո կյանքով չէր ապրում, օրենքներով չէր ապրում։ Բայց այսօր Աստված տվել է, որ նոր ուխտ անենք։ Ահա ինչի Հիսուս ասեց, ես ցանկանալով ցանկացած ես հետ այս հաղորդությանը մասնակցեի։ Մինչև Տերը խաչը բարձանալը ուզեցավ ուխտ կապեր ժողովրդի հետ։ Եվ այն ուխտը, որ կապավ առաքյալների հետ, դա ոչ թե Իսրայել ժողովրդի հետ կապեց ուխտը, այլ եկեղեցու հետ կապեց ուխտը։ Որտեվ եկեղեցու հիմքերը մարգարեության ու առաքյալության հիմքի վրա տեղի ունեցավ, եւ Քրիստոսը ուխտը կապեց առաքյալների հետ։ Եվ չերես առաքյալներով եկավ եկեղեցի, ամեն։ Տեսեք շարունակությունը 9-րդ գլուխ 12-ից 17-րդ խոսքը։ Եվ ոչ թե նոխազների եւ զվարակների արյունով, այլ բուն իր արյունովը մեկ անգամ մտավ այն սրբատեղին եւ հավիտենական փրկություն գտավ։ Որտեւ եթե ցուլերի եւ նոխազների արյունը եւ երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծվածներին մարմնավոր սրբություն ստանալու համար, ել որքան ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով իր անձը անարատ պատարագ մատուցրեց Աստծուն։ Ձեր խշմտանքը կսրբե, այն մեռած գործերիցը,
որ կենթանի Աստծուն պաշտենք։ Եվ սրա համար նա նոր ուխտի միջնորդ է, որ երբ որ մահն եղավ այն առաջի ուխտի ժամանակումն գործված հանցանքների քավությանը համար, խոստմունքն առնեն հավիտենական ժառանգության կանչվածները, որտեղ որ կտակ կա, հարկավոր է որ կտակարարի մահը մեջ մտնի, որտեղ կտակը մեռնելուց հետո է հաստատ, որ նա երբ որ զորություն չունենա, քանի որ կտակարարը կենթանի է։ Հետաքրքիր է ինչ արեց Քրիստոսը մինչև մահանալը։ Քրիստոսը գիտեր, որ մի քանի ժամ է մնացել, որ ինքը պետք է մատնվի, խաչվի։ Ինչ արեց։ Հաղորդության միջոցով կտակ գրեց մեզ։ Ինձ ու քեզ կտակ գրեց, երկնքի կտակը գրեց, երկնքի ժառանգությունը գրեց, երկնքի կտակը գրեց ինչի համար, որ երբ որ ինքը մահանա, այդ կտակարարը կենթանանա իմ ու քո կյանքում։ Ինչքան կարևոր էր հաղորդությունը առաքյալների հետ, որովհետև ինքը կտակ գրեց այդ ժամանակ, որ ես ձեր Աստվածը կլինեմ եւ դուք իմ ժողովուրդը կլինեք, եւ ես մահանում եմ, բայց ես կտակ ունեմ ձեզ համար գրվելու։ Եվ ահա ինչու էր Քրիստոսը մահը, որ կտակարարը ինքը պետք է անպայման մահանար։ Ոչ թե կտակարարը պետք է կենթանի մնար ու վախի մեջ ապրեն, հա կարող է կտակը փոխվեր։ Երբ որ կտակարարը մահանում է, կտակ գրողը մահանում է, կտակը չի փոխվում էլ, ինքը իրականանում է արդեն։ Եվ Քրիստոսի մահով կտակը իրականացավ իմ ու քո կյանքի մեջ։ Ամեն։ Դրա համար Տերը շատ ցանկացավ, ոնց է լինում, չէ, որ տարիքով մարդիկ մահանում են, ծնողներ մահանալու վրա են լինում, չէ, ու այդ ամենից առաջ իր երեխեքին է բոլորին կանչում, սաղին խորհուրդ է տալի, սաղին սեր է տալի, միաբանություն է տալի, ասում է իրար հետ մեկ եղեք, իրար սիրեք ու դրա հետ էլ ինչ որ բաներ է փոխանցում, հարստություն, բան, ինչ որ բաներ։ Ինչի որովհետև մեռնելուց առաջ ինչ որ մի բան է ուզում փոխանցի, որ իրանից հետո դրանով ապրեն երեխեքը։ Եվ նույնը Քրիստոսը իր մահանալուց առաջ ինքը հաղորդություն արեց, ինչի, որովհետև բան ուներ փոխանցելու մեզ։ Ես այսօր խոսում եմ ոչ թե Պասխայի մասին, ես այսօր խոսում եմ այս հաղորդության մասին, որ ինչքան կարևոր էր, որ Տերը ուզեց այդ հաղորդությունը։ Տեսեք Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 15-ից 18-րդ խոսքը։ Եվ նրանց ասեց ցանկանալով ցանկացա այս զատիկը ձեզ հետ ուտել, իմ չարչարվելուցն առաջ, որովհետև ասում եմ ձեզ, թե սրանից էլ երբեք չեմ ուտիլ, մինչև որ կատարվի Աստծո արքայությունումը։ Եվ բաժակը առավ, գոհացավ եւ ասեց. «Առեք դրան եւ ձեր միջումը բաժանեցեք, որովհետև ասում եմ ձեզ, թե որդի բերքիցն էլ չեմ խմիլ, մինչև որ Աստծո արքայությունը գա»։ Տեսեք, որդի բերքից էլ չեմ խմի, մինչև Աստծո արքայություն, որովհետև նա այս որդի բերքով չի ենի թազա բերքա։ Այսինքն Քրիստոսը երբ որ զատիկ արեց, դա իր վերջի զատիկն էր ու վերջի զատիկով կանգնացրեց բոլոր զատիկները։ Հին ուխտի զատիկը բոլորը կանգնացրեց, հին ուխտի զոհաբերություններ բոլորը կանգնացրեց, մատաղները բոլորը կանգնացրեց, ամեն բան կանգնացրեց Հիսուսը։ Դա վերջինն էր։ Աստված տվեց առաջինը Եգիպտոսում եւ Հիսուսը կանգնացրեց վերջինը, այդ վերնատունը, երբ որ ինքը զատիկ ուտում էր։ Ասեց այլևս էլ չեմ ուտելու։ Այսինքն ամեն մի մատաղ, որ տեղի է ունենում, դա կուրքա տեղի ունենում, որովհետև դա Հիսուսը էլ չի ընդունում։ Ամեն։ Հիմի մոտենում են ասում են, բա որ սենց էլ ինչ ամ, ձերս կպցնեմ, ձերս չկպցնեմ, գնամ իրանց տուն, չգնամ իրան։ Լսի, Աստված քեզ խոսք ա տվել, Աստված քեզ հավատք ա տվել, գործի քո հավատքի չափով։ Եվ այն հավատքը, որ դու ունես ու գործում ես, Աստված քո հավատքի հիման վրա էլ կայցելի քեզ։ Բայց եթե ինչ-որ բան ես գործում, որ քո հավատքի հետ չի համապատասխանում, դու ամոթով ես մնալ, որովհետև չունես այդ հավատքը։ Եվ ինչը որ հավատքի չի մեղ կա։ Դրա համար Աստծո խոսքը ինչ անում, տալիս է մեզ հավատ, որ մենք հասկանանք։ Քրիստոսը չի ընդունում էլ զատիկ, Քրիստոսը չի ընդունում էլ զոհ, Քրիստոսը չի ընդունում էլ, որովհետև ամեն բան քանդեց Քրիստոսի մեջ։ Ասեց օրենքի վախճանը Քրիստոսն է։ Օրենքը կանգնավ Քրիստոսի հետևում։ Եվ ինչը որ շարունակում է Քրիստոսով է շարունակվում հիմի։ Եվ ինչ տեղի ունեցավ, երբ որ զատիկը կերավ, վերջացավ,
Ուտելուց հետո ասեց էլ ես չեմ ուտելու ստեղ։ Всё, կանգնավ արդեն։ Այս կենթանին, որ մորթել ենք զատիկ ենք արել, այս գինին, որ խաղողից արել ենք զատիկի համար, որ всё, կանգ առավ արդեն։ Ես նորը պետք է ուտեմ արդեն երկնքում։ Բայց ինչ է շարունակությունը ասում։ 19-րդ խոսքից։ Եվ հացը առավ, գոհացավ, կտրեց եւ նրանց տվավ եւ ասեց. այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար։ Այնպես էլ ընթրիքից հետո բաժակը առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտ է իմ արյունովը, որ ձեզ համար թափվում է։ Հինը ջնջեց եւ նորը դրեց։ Եվ Աստված ասեց Եբրայեցիների մեջում էլ որ կրկնում ասում է ես ամեն բան նորը պետք է անեմ։ Եվ Քրիստոս այդ ամեն ինչը նորը արեց։ Եվ այս հաղորդությունը դա նորոգություն է, դա ժառանգություն է, դա ուխտ է, որ արեց Աստված մեզ հետ։ Եվ այս ուխտը չի քանդվում, որովհետև արյունը կենթանու արյուն չի, արյունը Հիսուսի արյունն է։ Այդ արյունը բարեխոսություն ունի իր մեջ։ Այդ արյունը սիրեց ինձ ու քեզ։ Թեև իր համար ցավալի էր, թեև այդ արյունը ցավոտ թափավ դեպի երկրի վրա, բայց այդ ցավի մեջ էլ Տերը սիրեց ինձ ու քեզ։ Եվ այս հաղորդությունը տվեց, որ մենք այսօր արժանի լինենք մոտենալու այդ հաղորդության, որովհետև հին մարդը չի կարա այս հաղորդությանը մասնակցի, եթե ինքը հին ուխտի հետ է կախված, օրենքի մեջ է, հին օրենքների մեջ է, ինքը չի կարա այս հաղորդությանը մասնակցի։ Այս հաղորդությանը մասնակցելու համար պետք է հինը ջնջի իր կյանքի մեջից, հին մարդու պրիրոդան պետք է ջնջի, հինը պետք է ամեն ինչը մաքրի, ու ասի Տեր ես նոր եմ, նորոգված քո առաջ։ Այսօր ես ու դու նոր ուխտի ժողովուրդ ենք։ Հներն անցավ, ամեն բան նորն է արել Տերը մեր կյանքի մեջ։ Եթե մենք մեռած ենք հնի համար եւ ապրում ենք Աստծո համար, ապա ապրենք ու վերիները փնտրենք Աստծո հետ։ Որտեղ որ պահկված է, որտեղ որ տակնված է, որտեղ որ ծածկված է, բայց մեզ համար է ծածկված։ Այսօր կարևոր է որ մենք հասկանանք իշքան կարևոր կա հասկանալու Տիրոջ ուխտը մեր կյանքի մեջ։ Դա չի քանդվում։ Դաժե ինչ ուզում են որ այսօր անեն, եթե կա ուխտ, եթե կա ժառանգություն, չի կարում պետական օրենքը խախտի, ինչի որովհետև կա ժառանգություն տրված։ Էլ որքան ավելի հոգևոր աշխարհը չի կարա խախտել, որովհետև Քրիստոսը մահացավ եւ կտակ տվեց մեզ, ինձ ու քեզ։ Ու էլ որքան ավելի որ ինքը կենթանացած է, հարություն առել, որ այդ կտակը պահի իր արդարությունով։ Ու ոչ մի օրենք, ոչ մի սատանայի, ոչ մի սատախոսի չի կարա ինքը իր գործը տան, որովհետև Հիսուսը կասի ես մահացել եմ իր համար, ես կտակ ունեմ գրած իր համար։ Ինքը իմ ես արդարացրել եմ իրան։ Դա համար շատ կարևոր է որ մենք հասկանանք Տեր, շնորհակալ ենք այն բաժինի համար, որ դու տվել ես։ Շատ անգամ մարդիկ կապված են իրաց ազգային մատաղներով, ազգային հեթանոսական բաներով, լսի կանգ առ։ Կամ դու հետի թողում ես, որ կարնաս մտնես նոր ուխտի մեջ, կամ դու դեռ նոր ուխտի մեջ չես։ Չես կարա դու հինը պահես ու նոր անես։ Չի ստացվի սա։ Դրա համար ինչ է պետք մեզ անել, հներ ամեն բան թափում ենք, որովհետև Քրիստոսով օրենքը փակվեց, Քրիստոսով օրենքը քանդվեց, Քրիստոսով օրենքը կանգ առավ, որովհետև օրենքը զորություն չուներ ինձ ու քեզ արդարացնելու, որովհետև ինքը հոգևոր էր, ես էի մարմնավոր, Պողոս առաքյալն ասում Հռոմեացիների մեջ, ասում է ինչ խեղճ մարդ եմ ով կապրեցնի ինձ, բայց փառք ասու Հիսուս Քրիստոսի համար, որ կենթանի արավ ու ապրեցրեց ինձ, որտեղ մենք բոլոր շնորհքով ենք, եւ այս հաղորդությունը, որ տեղի ունեմ, դա Տիրոջ շնորհքն է ինձ ու քեզ։ Դրա համար ասում առաջերյայի եւ հետո հեթանոսի, այսինքն բոլորի համար տրված է շնորհքի միջոցով հաղորդություն Տիրոջ հետ։ Եվ այսօր ես ու դու բաժին ունենք Քրիստոսի սեղանից օգտվելու։ Երբ որ կարդում ենք Սաղմոսի 23-րդ գլուխը, ռուսերենով 22-րդ գլուխը, Հովի բարի Հովի Սաղմոսը, չէ՞։ Ինչ ասում, եւ տենում ենք ասում այնտեղ Տիրոջ պաշտպանությունն է գալիս Հովի, ասենք, որ ինքը ցուպով ու գավազանով մխիթարում է մեզ զորացնում է, մեզ աճեցնում է, բարձրացնում է, պահպանում է։ Եվ հետո ասում է, եւ իմ առաջ սեղան ես գցում։
Այսօր այդ սեղանն է, որ Տեր ուղարկեց ասեց գնացեք վերնատու եւ սեղան գցեցեք զատիկի համար, որովհետեւ ես ունեմ հանդիպում ձեզ հետ։ 3 տարի 6 ամիս Հիսուս առաքյալներ հետ էր ու 3 տարի այս նույն զատիկը ինքը արեց, բայց ոչ մի զատիկի մեջ ինքը նոր հաղորդություն չարեց։ Վերջի զատիկը երբ որ արեց, որ ինքը պետք է մահանար, այս հաղորդություն արեց, այս նոր ուխտը կապեց։ Ամեն տարի երբ որ տենում ենք դաժե 12 տարեկանից, երբ որ մարդիկ գնում են Երուսաղեմ, ինչ էին անում, զատիկ էին անում, Հիսուսն էլ էր մասնակցում, բայց ինքը ուխտ չէր անում այդտեղ։ Բայց երբ որ վերջի մահը եկավ, մոտեցավ, որ պետք է ինքը խաչվեր, որ ինքը պետք է փառաբորվեր, այդ ժամանակ ուխտ կապեց ինձ ու քո հետ, չերես առաքյալներով։ Ասма Տեր, ես նրանց համարել եմ աղոթում, որ նրանց խոսքով կհավատան։ Այսքան այդ ուխտը նրանց խոսքի հավատացողների մեջ էլ մտավ։ Ու եկավ հասավ դեպի ինձ ու քեզ, դեպի այս օրը։ Դրա համար մեզ շատ կարևոր է, որ հները թողենք, հին ուխտը թողենք, հին օրենքները թողենք։ Եթե ինչ-որ մի բան էլ սրտից դուր է գալի, լսի, դա կսպանի քեզ, կհեռացնի քո նոր ուխտը, կքանդի քո նոր ուխտը։ Դրա համար ինչ է պետք մեզ անել, հները թողենք, Տերը ամեն բան նորն անում։ Ու ստեղ խոսքի մեջ էր ասում, եթե հների մեջ կատարյալ ամեն բան կատարյալ լիներ, Տերը նորը չէր ստեղծի, բայց բան սպասում որ հինը կատարյալ չէր, բայց նորը, որ Քրիստոսով եղավ, կատարյալ եղավ, դրա համար ես ու դու կատարյալ ենք այսօր Աստծո առաջ։ Դրա համար կարևոր է, որ այսօր հասկանանք մի բան, Տեր շնորհակալ ենք այն հաղորդության համար, որ դու ցանկացար, որ դու տվեցիր մեզ, որ բաժին հանեցիր մեզ, որ ասում են աղբերը աղբորը չի տալի, բայց Տերը տվեց ինձ ու քեզ այդ բաժինը։ Ես ու դու ժառանգներ ենք, ես ու դու նոր ուխտի ժողովուրդ ենք։ Իմ ու քո կյանքում Տերը ուխտ ա դրել։ Ամեն։ Տեսեք Հովհաննեսում 6-րդ գլուխ 31-ից 30-րդ խոսքը 33-րդ խոսքը սենց ասում. Մեր հայրերը անապատում մանանա կերան, ինչպես գրված է, թե երկնքիցը հաց տվավ նրանց ուտելու։ Հիսուսն էլ նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ թե դա Մովսեսը տվավ ձեզ այն հացը երկնքիցը, այլ իմ հայրը տալիս է ձեզ երկնքից ճշմարիտ հացը, որովհետև Աստծո հացը նա է, որ երկնքիցն է իջնում եւ որ աշխարհին կյանք է տալիս։ Սա հորից ուղարկված հացն է, որ ինձ ու քեզ կյանք է տալիս։ Տեսեք մի հետաքրքիր մի պահ կա։ Երբ որ Ադամն ու Եվան երբ որ ապրում էին, Եվան երբ որ առաջինը գիտենք, որ առաջինը Եվան կերավ այդ պտուղը, արգելված պտուղը։ Ու Աստված ասել էր, երբ որ այս պտուղը ուտես, այդ օրը դու կմահանաս, մահով կմեռնես։ Ու Եվան երբ որ դա կերել էր, եկավ Ադամին ասեց. «Տես Ադամ, ես ապրում եմ»։ Բայց չէր հասկացալ, որ ինքը մեռած էր։ Ադամը երբ որ քանի որ հոգեի էր ու եւ շունչ էր, ինքը հոգուն չնայեց, այլ շնչին նայեց, ու ինքն էլ կերավ։ Բայց իրանք մեռած էին արդեն։ Եվ ինչ ասում, իմ հայրը երբ որ երկնքից հացը տալիս է, դա կյանք է տալի մարդուն։ Լսեք, Աստված տալիս է կյանք, ոչ թե կյանքը տալիս է այս կյանքի համար, որ մենք այսօր ապրում ենք։ Հետո ասում են, բա ինչի են ինձ ապրում, բա ինչի են ինձ ապրում։ Լսի, միգուցե իրանք այդ ձև են ապրում, բայց իրանք կյանք չունեն իրանց ներսում։ Բայց ես ու դու կյանք ունենք մեր ներսում։ Մենք երբեք ու երբեք Ադամի նման պետք է չխապնվենք։ Փառք Հիսուսին։ Տեսեք, շատ անգամ Ադամի նման նայում ենք, ասում ենք, հələ տես հələ, բա ոնց ապրում, հələ տես հələ։ Սաղմոսի մեջ Դավիթ ասում է, երբ որ ես նայում էի մանբարին, քիչ էր մնում, որ ոտերս սայթաքվեր ու ընկնեի։ Բայց ասում է, երբ որ տեսա իր վախճանը, այն ժամանակ ես ամրապնդվեցի։ Շատ անգամ մեզ սատանեն խաբել է տալի իրանց այս կյանքը նայելու համար։ Չէ, այս կյանքին դու մի նայ այն կյանքը, որ Աստված է տալի երկնքից։ Ու այսօր ես ու դու կյանք ունենք, հոգու կյանք, զորության կյանք, Աստծուց ուղարկված կյանք։ Այսօր Աստծո կյանքն է, այսօր մեր մեջ է գալի չերես իր խոսք։
Դրա համար շատ կարևոր է, որ ասում է, երբ որ իմ հայրը երկնքից հացը տալսա, որովհետև Աստծո հացը նա է, որ երկնքիցն է իջնում, որ աշխարհին կյանք է տալիս։ Այսօր ես ու դու ունենք այդ կյանքը։ Պահի այդ կյանքը։ Մի սխալվի, մի խապնվի, Ադամի նման մի խապնվի, մի հետո խապնվի, գիտես, հետո մեղքը բերում ես այդ մարդու վրա, սկսում ես սաղ էսի ա մեղավոր։ Լսի, պահի այն կյանքը, որ Տերը տվել է քեզ ու ինձ։ Ամուր պահենք այդ կյանքը, որտեղ այդ կյանքի մեջ կա ուրախություն։ Տեսեք Հովհաննեսի 6-րդ գլուխ 34-35-րդ խոսքը ինչ ասում։ Նրանք էլ ասեցին. Տեր, ամեն ժամանակ տուր մեզ այդ հացը։ Հիսուսն էլ նրանց ասեց. Ես եմ կյանքի հացը։ Ինձ մոտ եկողը չի սովիլ եւ ինձ հավատացողը երբեք չի ծարավիլ։ Ես եմ կյանքի հացը։ Հիսուսին ուտողը կյանքով կլցվի։ Տեսեք ինչ հետաքրքիր է։ Ինչ որ մի միրգ են ուտում, ինչ որ մի սնունդ են ուտում, չէ՞։ Այդ սնունդի մեջ եթե կա ավիտամին, քո ուտելուց հետո այդ ավիտամինը փոխվում է քո ներս։ Չէ՞, չի մնում դուրսը։ Քո ներսն է գալի։ Եթե նրա մեջ կա B վիտամին, այդ B վիտամինն է գալի քո ներս։ Հիսուսի մեջ ինչ կյանք կար։ Եթե ուտես, դա քո ներսը կգա։ Ու այդ ժամանակ լիշնի դապալնիցելնի վիտամիններ քեզ պետք չի որ խմես։ Արդեն Քրիստոսի կյանքը քո ներսն է։ Արդեն Քրիստոսի կյանքով ենք մենք սկսում ապրելը։ Քրիստոսի զորությունն է գալի մեր ներսում։ Այս սնունդը, որի մեջ չկա քո ուզածը, բարձրայելետի օգուտ չի տա քեզի, բայց այս սնունդը, որ քո ուզածի սնունդը կա մեջը, էդի ուտելով քո մեջ կունենաս այդ սնունդը։ Քրիստոս ասեց, ես եմ կենթանի հացը, ինձ ուտողը հավիտյան կապրի։ Իշքան կարևոր է, որ այս հաղորդակցության ժամանակ մենք հասկանանք, Տեր, շնորհակալ ենք քո կոտրված մարմնի համար, շնորհակալ ենք քո թափված արյան համար, որովհետև չերես հաղորդություն, ես հավատքով ընդունում եմ քեզ, ուտում եմ քեզ, ընդունում եմ իմ կյանքի մեջ։ Ինչի, որ Քրիստոսի կյանքը փոխվի մեր ներսում։ Ինչի շատերի կյանքում չի փոփոխություն տեղի չունենում, որտեղ իրանք հավատքով չեն ընդունում։ Իրանք պարզապես որպես ինչ-որ ծիսակատարություն են մոտենում, ծիսակատարությունը հավատք չի։ Տեսեք ինչ ասում շարունակությունը 48-ից 52-րդ խոսքը։ Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը մանանա կերան անապատումը եւ մեռան։ Սա է այն հացը, որ երկնքիցն է իջնում, որ եթե մեկը սրանից ուտե, չի մեռնիլ։ Հավատում ես այս խոսքին։ Ասում է, ով որ այս հացից ուտի, այսինքն Քրիստոս հացը ուտի, չի մեռնի հավիտյան։ Բայց Սատանան շատ անգամ բերում է մեր տկար մարմիններին, մեր տկար առողջությանը, մեր տկար այս կյանքին, ասա բատես, բայց լսի, այս կյանքից բացի ուրիշ կյանք կա։ Այն կյանքը, որ մեռավ Ադամի ժամանակ, ցավ ու տանջանք սկսվեց մեր կյանքի մեջ։ Բայց այսօր մենք չենք տխրում, որ այս կյանքը աստիճանաբար ծերանում ենք, դժվարանում ենք, որովհետև մի կյանք կա ունենք մեր ներսում պահված, որ այդ կյանքի մեջ չկա ցավ, չկա տանջանք, չկա տրտմություն։ Դա համար շատ կարևոր է, որ երբ որ մենք կարդում ենք, մենք ուշադրություն դարձենք այն կյանքին, որ Տերը տվել է, չերես ուխտի միջոցով, չերես ժառանգության միջոցով։ Ու մեզ ինչ է պետք որ դա ունենք։ Դա պետք է պահենք ոնց հաղորդություն Հիսուս Քրիստոսի հետ։ Որ ուտենք իրան, որ սնվենք իրանով եւ նրա կյանքը գա մեր ներսում։ Ես եմ կենթանի հացը, որ երկնքիցն է իջել։ Եթե մեկ այս հացից ուտե, հավիտյան կապրի, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Ահա Տերը ինչ արեց, տվեց իր մարմինը, չխնայեց, այդ ցավերի Տեր եղավ, տանջանքի Տեր եղավ, դա իմ ու քո փոխարեն։ Այսօր մենք ունենք։ Սատանեն սկզբից էլ ասեցինք, որ Սատանն ինքը ստախոս է, ստության հայր է, ամեն սուտ, որ դուրս է գալի, իրանից է դուրս գալի։ Եվ ամեն մարդ, որ սուտ է խոսում, իրանից է խոսում։ Այսինքն, եթե մարդը սուտ է խոսում, ինքը հաղորդակցություն ունի Սատանայի հետ, ու Սատանայի հետ տալիք առնելիք ունի։ Ոնց որ Հուդան ինքը քահանաների հետ տալիք առնելիք ուներ։
Ինքը քահանաներից ինչ-որ բան էր վեկալել 30 արծաթ, որ հարմար ժամանակին դավաճաներ Հիսուսին, ինքը քահանայի հետ տալիք առնելուք ուներ, թեև Հիսուսի հետ հաց էր ուտում։ Ու շատ անգամ են մարդիկ, որոնք որ սուտ են խոսում, ինքը սատանայի հետ տալիք առնելիք ունի, թեև եկեղեցու մեջ է։ Բայց այսօր պետք է չունենանք այդ տալիք առնելիքը, որովհետև երբ որ տալիք առնելիք ունենք սատանայի հետ, օրերից մի օր մատնելու ենք Հիսուսին։ Դրա համար մենք պետք է կտրենք, մենք պետք է կանգնացնենք։ Այդ լավ է, մտքիս մեջ հաշվում եմ ժամանակը, որ հեսա 40 հատ էլ այդտեն ցկցկասի, ուրեմն ժամանակը լրանում է։ Հետաքրքիր մի կարևոր բան կա, որ երբ որ մենք տեսեք ինչն էր պատճառը Հուդայի կյանքում, երբ որ ինքը քահանաների հետ ունեցավ տալիք առնելիք, օրերից մի օր մատնեց Հիսուսին։ Նույն ձևի այսօր, երբ որ մենք ունենում ենք տալիք առնելիք սատանայի հետ, ինչ ես խոսում, ես սուրբ եմ, եկեղեցի եմ գնում, հա հասկանում եմ, բայց եթե սուտ ես խոսում, եթե քո ներսից դուրս եկած աղբյուրը, այն աղբյուրն է, որ սատանայից է ակը, սկիզբը, օրերս մի օր մատնելու ես Հիսուսին։ Կապ չունի, որ մեր հետ նստած ես, կապ չունի մեր հետ սեղան ես նստած, հաց ես կիսում, դա կապ չունի, Հուդան էլ էր կիսում, 3 տարի 6 ամիս կիսեց։ Բայց իր այդ հարաբերությունը օրերս մի օր բերեց պրոբլեմ իր կյանքի մեջ։ Դրա համար ինչ է նշանակում, որ մենք նոր ուխտի մարդիկ ենք, մեր նոր կյանքով պետք է ապրենք։ Մենք պետք է չունենանք ոչ մի կապ օրենքի հետ, մենք պետք է չունենանք ոչ մի կապ հնության հետ, հին սովորությունների հետ, կրոնների հետ, այլ մեր կապը Տիրոջ խոսքի հետ է, Տիրոջ հետ է, որտեղ մենք հասկանում ենք Տեր, շնորհակալ ենք սրա համար։ Այս սա կատարյալ է։ Սկզբից կարդացի ինչ ասեց Տերը։ Աստված ասեց ձեր հետ ուխտ արեցի, որ կատարյալ չէր։ Բայց Աստված ասում է, այս ուխտը որ պետք է անեմ, կատարյալ պետք է լինի։ Այսօր ես ու դու կատարյալ ուխտի մեջ ենք, թերություն չկա այդ ուխտի մեջ։ Այսօր այդ ուխտը երկինք է տանում մեզի։ Բայց անցած ուխտը, որ արել էր Աստված Իսրայելի հետ, որ իրանք մեղ գործեցին, ոչ մեկին երկինք չտարավ։ Ոչ մեկին։ Այդ ուխտը ոչ մեկին երկինք չտարավ։ Պրոստը այն մարգարեները, որ ունեին հարաբերություն Աստծո հետ, որ շփում ունեին Աստծո հետ, իրանք երկինք գնացին, բայց այդ ուխտը չտարավ երկինք։ Բայց այս ուխտը երկինք է տանում։ Այս ուխտը ստեղծում է հարաբերություն երկնքի ու երկրի մեջ։ Ինչի համար, որովհետև Աստված Սուրբ Հոգի տվեց մեր ներսում։ Եվ ուխտի կնիքը դա Սուրբ Հոգու ներկայությունն է իմ ու քո կյանքի մեջ։ Գիտեք, շատ անգամ մի սենց օրինակ բերեմ, եթե դու դրսի մարդ ես, փողոցներում ապրել ես, ու թագավորը քո կողմից անցնում է ու տենում է, որ չգիտեմ, աստղը բռնում է, իմ չգիտեմ, այդ ձև թագավոր չկա, բայց աստղը բռնում է, ու տանում է իրան ժառանգ է դարձում, իրա տունն է սկսում ապրելը, պահելը քեզի, իրա ուտելիքից ես դու սկսում ուտելը, իրա ճաշակի հագուստով ես սկսում հագնելը, ինչ ձևի կգնահատես դու այդ կյանքը։ Բայց եթե դու ծնված ես թագավորի տան մեջ, թագավորի տան մեջ ապրում ես, ուտում ես, ես ասեմ, որ այդ ձև մարդը չի գնահատի այդ ամեն ինչը։ Ու շատ անգամ Աստված, երբ որ Սուրբ Հոգին դնում է մեր ներսում, ինքը երբ որ դառնում է մեր համար սովորական բան, սկսում ենք չգնահատելը։ Ով է օտար լեզուներով աղոթում։ Հəl մի հատ ձեռ բարձրեք։ Գնահատի։ Ուխտը հաստատ է քո կյանքի մեջ։ Ով չի խոսում օտար լեզուներով։ Գնահատի, որտեղ ուժ դե շուտ խոսալու ես, որտեղ նոր ուխտի մարդիկ նոր լեզուներով պետք է խոսան։ Ամեն, նոր լեզուներով։ Տերը ասեց, ես նոր լեզուներով պետք է խոսամ այդ ժողովրդի հետ։ Դա նոր ուխտի ժողովուրդն է, դա նոր ուխտի մարդիկ են։ Դրա համար ինչքան կարևոր է, որ մեր սիրտը բաց պահենք Տիրոջ համար։ Լսի, դա գնահատել է պետք։
Եթե մենք չգնահատենք կկորցնենք, բայց եթե գնահատենք, Հուդան չգնահատեց։ 30 արծաթը գիտեք ում էին տալի Իսրայել ժողովուրդը։ Ստրուկներին էին տալի։ Երբ որ շուկա էին գնում ստրուկ առնելու, 30-ից արծաթից թանկ իրավունք չուներ ծախվելու ստրուկը։ Ու ինչ էր տեղի ունենում, եթե ստրուկի տերը խփում է ստրուկին, ծեծում է ու ծեծելու ժամանակ ստրուկը մահանում է, ինքը 30 արծաթ է տալի ու ինքը ազատ է։ Ստրուկի գինը սա էր։ Բայց Հիսուսին 30 արծաթով մատնեցին, այսինքն ստրուկի գին տվեցին Հիսուսին։ Ինչի համար, որտեղ Հուդայի համար Հիսուսը սովորական էր դարել։ Բայց այսօր պահի, եթե Հուդայի նման սովորական լինի քրիստոնեությունը, Հուդայի նման սովորական լինի հաղորդությունը, Հուդայի նման սովորական լինի Քրիստոսը մեր կյանքի մեջ, Հուդայի համար սովորական լինի Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքի մեջ, օրերս մի օր մատնելու ենք, Հուդայից լավը չլնենք։ Բայց ի՞նչն է պետք որ դա պահպանենք։ Սովորական թող չլինի դա։ Դա լինի մեր համար արժեքավոր, թանկ, գնահատվող։ Ամեն։ Դա համար Տերը օրհնի ամեն մեկից, որ Տերը տվել այս հնարավորությունը։ Տեսեք, նույն ձևի շատ չեմ բանան, հեսա կվերջացնեմ։ Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 57-ից 59-րդ խոսքը տեսեք ինչ ասում։ Իմ մարմին ուտողը եւ իմ արյունը խմողը մնում է ինձանում եւ ես նրանում։ Ինչպես ինձ ուղարկեց կենթանի հայրը եւ ես կենթանի եմ հոր համար, այնպես էլ նա որ ինձ ուտում է կենթանի կլինի ինձ համար։ Սա է այն հացը, որ երկնքիցն է իջել։ Ոչ թե ինչպես ձեր հայրերը մանանա կերան եւ մեռան, այս հացն ուտողը հավիտյան կապրի։ Տերը հավիտյան կյանք է տվել ինձ ու քեզ։ Մեզ պետքա գնահատենք այդ հացը, մեզ պետքա գնահատենք հաղորդությունը, մեզ պետքա գնահատենք Քրիստոս մարմինը։ Ու գիտեք այդ հացը ով է։ Այդ հացը մենք ենք։ Քրիստոսի մարմինը մենք ենք, եկեղեցին է։ Այն մարդը, որ գիտեք ինչ ամ սատանեն, սկզբից ասում է եկեղեցու մեջ մի հատ թույլ տկար մարդու է բերում, ասում է տես ինչ եկեղեցի է, հլնա ինչ մարդ կա ձեր մեջ, հլնա Հետո երբ որ այդ մարդուց անցնում արդեն եկեղեցու նկատմամբ է, արդեն ինքը ուժ դե շուտ մատնելի է, որովհետև անտարբեր է Տիրոջ մարմնի մեջ։ Այսօր ես ու դու Տիրոջ մարմնի անդամներն ենք։ Միաբանված։ Հիմի ո՞նց ենք դարել իր մարմնի անդամը։ Ո՞նց ենք դարել իր մարմնի անդամը։ Չերես ապաշխարություն, չերես ջրի մկրտություն ու չերես հաղորդություն։ Այն հացը, որ կդրված է, այդ կուսոկը, որ ես ուտում եմ, այդ կուսոկը դառնում եմ ես մարմնի մեջ։ Ու այդ կուսոկը միաբանվելով դառնում ենք մեկ մարմին։ Հեսա եղբայրները, որ այս հացը կդրեն, իմացի, այն կուսոկը, որ դու ուտում ես, այդ կուսոկը Քրիստոսի մարմնի կուսոկն է, որ ուտելով այդ կյանքը մտնում է քո մեջ ու դառնում ես դու այդ կուսոկը, հացի այդ կուսոկը։ Ու դու այդ հացի այդ փոքր մասն ես։ Միաբանվելով մենք դառնում ենք մեկ մարմին։ Ու այդ մարմինը Քրիստոսն է դառնում։ Ամեն։ Ինչի, որ մենք հասկանանք ինչքան կարևոր է խորհուրդը հասկանալը, ես ու դու Տիրոջն ենք։ Տիրոջով, Տիրոջ համար ու դեպի նրան ենք։ Ամեն։ Եվ երկրորդ Կորինթացիների առաջի գլուխ 21-րդ խոսքը սենց ասում. բայց մեզ ձեզ հետ Քրիստոսումը հաստատողը, այսինքն Քրիստոսում հաստատողը մենք չերես հաղորդություն, չերես հավատ, չերես հաղորդություն, չերես այդ մարմնին միանալով, տեսեք ինչ ասում, բայց մեզ ձեզ հետ Քրիստոսումը հաստատողը, մենք հաստատված ենք արդեն Քրիստոսի մեջ դրանում։ Ոչ թե ինչ-որ բան պետք է արվի։ Իսրայելի ժողովուրդը ինչ-որ բանի էր սպասում, բայց մենք չենք սպասում, մենք արդեն դրա մեջ ենք։ Մենք Քրիստոսի մեջ ենք ու Քրիստոսը մեր մեջ է։ Քրիստոսը կյանքը մեր մեջ է եւ մեր կյանքը Քրիստոսի մեջ է։ Ասում եմ, երբ որ Քրիստոսը կգա, ու մենք կտենանք մեր կյանքը Քրիստոսի մեջ պահված։ Ինչ չափով է պահված մեր կյանքը Քրիստոսի մեջ։ Այն չափով որ Քրիստոսի կյանքն էլ մեր մարմնի մեջ ենք պահում։ Հները թողում ենք ամեն բան նորն ենք անում։ Եվ ասում է, բայց մեզ ձեզ հետ Քրիստոսում հաստատողը եւ մեզ օծողը Աստված է, որ մեզ կնքեցել
եւ հոգու գրավը մեր սրտերի մեջ դրավ։ Ամեն։ Աստված անում։ Տեսեք, եթե Աստված մի բան անում, ոչ մեկ չի կարող ասի ինչի ասա սենց։ Նա է անում։ Նա է հաստատել երկինն ու երկիրը, նա է գիտությունը տվել, նա է իմաստությունը տվել, որ մինչև հիմա չեն կարող մեր գիտնականները հասնեն գիտության հատակին։ Չեն կարող հասնեն։ Ինչ ուզում ալնի, չեն կարող հասնեն։ Ոչ էլ Տիրոջ իմաստության հատակին կհասնեն։ Իրանք ինչ-որ ընթացքի մեջ են, բայց հատակին չեն կարող հասնել, որովհետև Տերը վերջն ու սկիզբն է։ Գնում ես ու չես հասնում, գնում ես ու չես հասնում։ Դամար Տերը օրհնի ձեզ, որ հասկանանք մի բան, Աստված հաստատեց, Աստված ներեց, Աստված սիրեց, Աստված ընդունեց, էլ ով կարա հակառակ կանգնի քեզ ու ինձի։ Դամար փառք մեր Տիրոջը։ Այս հնարավորության համար Աստվածանից սիրես, որ չխնայես որդուն, թեև սիրում էր որդուն, չխնայես որդուն իմ ու քո համար, որ այսօր մեզի շահի, մեզի գտնի, մեզի օրենքի ստրկությունից առնի։ Եվ մի տեղ էլ կարդամ ու վերջացնենք հաղորդությանը, մաս պատրաստվենք։ Էլ որքան ավելի Եբրայեցիների 10:29 խոսքը։ Էլ որքան ավելի կարծում եք սաստիկ պատժի կարժանանա նա, որ Աստծո որդուն ոտքի տակ կոխեց եւ ուխտի արյունը պիղծ համարեց, որով նա սրբվեցավ եւ շնորհքու հոգուն նախատեց։ Տեսեք, շատ անգամ մարդիկ ասում են, դες ինչ վատություն եմ արել, որ Տերը ինձի դատի։ Ախր բարի եմ, լավն եմ, սաղին հասնում եմ, խելոք եմ։ Դատաստանը սրա մեջ չի, խելոքների ու ոչ խելոքների մեջ չի։ Դատաստանը Տիրոջ կողքի դնելու մեջ է։ Տանը արյան պղծությունը, արյունը պղծելու մեջ է։ Սրա համար է Աստված դատելու, ոչ թե ինչ որ դատել է, վայ դու չար ես, դու բարի ես։ Չարի ու բարիության համար չկա դատաստան, բոլորը դատված են։ Որտեվ խոսքը ասում է բարի չկա, մեկն էլ չկա, չկա արդար, չկա ասում փնտրող, ասում որոնող չկա, մեկն էլ չկա։ Այսինքն բոլոր մարդիկ դատաստանի առաջ են։ Всё։ Ուզում ես բարի եղես, ուզում ես անբարի եղես, բոլորը դատաստանի տակ են։ Բայց Աստծո դատաստանը ստե գալիս է, որ Քրիստոսին անարգեցին, Քրիստոսի արյունը պիղծ համարեցին եւ Սուրբ Հոգուն նախատեցին։ Եվ այսօր, երբ որ մենք ընդունում ենք նոր ուխտի մարդիկ ենք, մենք դա հասկանում ենք, գնահատում ենք, պահում ենք ու ասում ենք Տեր, շնորհակալ ենք այս ամենի համար։ Եվ թանկ ենք պահում, ու Տերն էլ ասում է, իմ որդուն թանկ պահողը ես իրան թանկ կպահեմ։ Այդ արյունը Սուրբ պահողը, արյունը բարեխոսում է քո մասին, իմ մասին։ Ամբողջ երկնքի ու երկրի առաջ, գիտեք, երբ որ ինչ-որ ծնունդի ես լինում կամ ինչ-որ սեղանի վրա ես լինում, ինչքան ես սենց լավ զգում, երբ որ ինչ-որ մեկը ինչ-որ լավ գործերից բան է ասում, բարի բան է ասում քո մասին, կամ բարի վկայություն է տալի քեզ։ Երկնքում մարդը չի բարի վկայություն տալի քեզ, Սուրբ Հոգին է քո մասին խոսում։ Սուրբ Հոգին վկայություն է տալի քեզ, բարի վկայություն է տալի քեզ։ Ասում ես իր համար գին եմ վճարել, ինքը թանկ է իմ համար, բարեխոսում է ինքը քո համար։ Պատկերացրեք ինչքան լավ կզգաք։ Եթե 10 հոգու սեղանի շուրջ նստած մեկը լավ է խոսում, քո մասին լավ ես զգում, ամբողջ երկնքու առաջ հրեշտակներն են լսում, հոգևոր աշխարհներն են լսում, ընդդեմ փրկված մարդիկ են լսում, սատանեն է լսում, ինչքան լավ կզգաս։ Ու այն որ Աստված վերջում ասեց բարի հավատարիմ ծառա արի քո հոր ուրախության մեջ մտի, լսի էդի ամբողջ հրեշտակների առաջ են ասում, ինչքան լավ կզգաս։ Դա համար շատ կարևոր է որ գնահատենք, ասենք Տեր, իսկապես անես բան ես դու արել մեր համար, հավատացեք, հիմի անես բան է Տեր արել, որ ոչ մի ականջ չի հասկանա, չի լսի, ոչ մի աջ չի տնա, ոչ մի մարդու սիրտ չի ընկնի, պրոստը չի, մինչև այդտեղ դու չմտնես, դու չես հասկանա Տերը ինչ արել քո համար, ու նույնը իմ համար, բայց հավատա, որ Տերը արել է, ու երբ որ մեջ ներս կմտնես, հավատացեք իմ ու քո բերանն էլ բաց է մնալու, այն որ Տերը արել է ինձ ու քո համար, պրոստը չի փակվելու, համար Տերը օրհնի ամեն մեկիս, որ մենք հասկանանք, այն ուխտը, որ Տերը արեց, Զատիկից առաջ, իր մահից առաջ, երբ որ Զատիկ արեց, Զատիկից հետո նոր ուխտ արեց, այդ ուխտը իմ ու քո համար էր, դա ապահովություն էր, դա հաստատություն էր, դա զորություն էր, դա հոգևոր աշխարհը չի կարա ջնջի։
մի հատ առաջ երկ կար sense որ ասում է քո գործը Տերն է ցարեցի որ հավիտենությունը չի կարա ջնջի համար Տերը սորտնի բոլորիս ամուր բռնենք այն հաղորդությունը որ կա մատերի արանքով չնայենք գնահատենք այդ արյունը գնահատենք այդ մարմինը ու ասենք Տեր շնորհակալ եմ ամեն